Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարեկալուս Հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ մաղթում հաջող աշխատանքային շաբաթ, որովհետեւ այսօր երկուշաբթի է եւ կարող ենք ասել, որ աշխատանքային նոր շաբաթը սկսված է, թող այն հաջող լինի։ 2026-ի 10-րդ շաբաթն ենք սկսում միասին, մարտի 2-ն է եւ մեր գարնանային ջերմ բարի լույսը բոլորին։ Բայց մարտին չխափնվեք, բավականին ցուրտ է, սառն է, տաք հագնվեք, որպեսզի հանկարծ չմրսեք։ Իսկ ջերմությունը մենք կփոխանցենք ձեզ հենց հանրայինի ուղիղ եթերից։ Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան, բարի լույս բոլորին։ Այս պահին էլ Երևանում 0 աստիճան է, օրվա ընթացքում կունենանք 5 աստիճան տաքություն։ Միացեք մեր ուղիղ եթերին, մենք սկսում ենք։ Երբ կհասնեմ քեզ, իմը հավերժ կդառնաս Ու մի գաղտնիք ես, բայց իմ երգով ես Քեզ կգտնեմ հավատալ Քո մտքերում անվերջ մի քաոս է Ոչն ու այոն խառնված Քո պատմության մեջ ես մի հերոս եմ Հենց սիրահար մոլորված Քո The station with the best music. Սուրճ ու սեր առավոտից։
9:35 կրկին ասում ենք բարի լույս նրանց, ովքեր մարտի 2-ի առավոտը սկսել են մեզ հետ։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք կրկին ողջունել բոլորիդ, հիշեցնենք, որ բացի նրանից, որ դուք մեզ կարող եք FM հաճախականությամբ հետևեք, դուք կարող եք նաև մեզ դիտել, մուտք եք գործում arm.radio.am կայքը, դիտել կոճակն եք սեղմում եւ իհարկե չեք մոռանում գոյություն նաև Facebook-յան հարթակում, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, լայվին եք հետևում եւ մեկնաբանություններ գրում ենք, դրանք կընթերցենք, ուղիղ կապի հեռախոսահամարն էլ անփոփոխ է 55 37 02։ Դե ինչ, կարծես ամեն ասված եմ։ Այո, տարբերակներ, որոնցով մեզ կարող եք հետևել։ Հաղորդավարները տեղում են, երաժշտությունը կա, մեկ գավաթ սուրճ արդեն պատրաստ է, սամբուկել եք այս պահին մեզ հետ միասին են պում սուրճ։ Ունենք նաև տեղեկատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես յուրաքանչյուր առավոտ, այսօր եւս սկսենք եղանակից, այս պահին Երևանում 0 աստիճան տաքություն է, տաքություն 0, պարզապես 0 աստիճան է, միջև համենայն դեպս ցրտություն չէ Տիգրան։ Միջև 5 աստիճան կունենանք տաքություն օրվա ընթացքում, բայց մեզ խոստացել են տեղումներ։ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյուն, հովտային շրջաններում ձնախառն անձրև, իսկ Երևանում նույնպես տեղումներ կտեսնենք որոշ հատվածներում գուցե եւ ձնախառն անձրև, որոշ տեղերում գուցե եւ անձրև, բայց տեղումները կլինեն օրվա ընթացքում։ Շարունակում է մարտը զարմացնել իր չքնաղ անակնկալներով, որովհետեւ 3 կրկին օդի ջերմաստիճանը պլյուս էր, բայց շատ մեծ փաթիլներով ձյուն էր տեղում, իսկ ինչ վերաբերում է ավտոճանապարհներին Հայաստանի Հանրապետության տարածքի, ապա շտապ ենք տեղեկացնել հարգելի ռադիոլսողներ, որ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերև Թաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Դիլիջանի Սպիտակի եւ Ոսկեպարի ոլորանները, Վանաձոր Սպիտակ, Ալավերդի Վանաձոր, Դիլիջան Վանաձոր, Ստեփանավան Վանաձոր եւ Չիվա բնակավայրից մինչեւ Զանգակատուն ավտոճանապարհները փակեն կցորդով բեռնատարների համար։ Նաեւ տեղեկացնենք, որ Վարդենյանց լեռնանցքը Գյումրի Բավրա ավտոճանապարհը դժվար անցանելի է կցորդով բեռնատարների համար։ Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ապարանի Արագածի տարածաշրջաններում եւ Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։ Վարորդներին պիտի հորդորենք նաեւ ամենակարևորը, որ շարունակեն երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչ վերաբերում է Ստեփան-Զմինդալարս ավտոճանապարհին, այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իմ ձեռքի տակ էլ կա թարմացված տեղեկատվություն, ժամը 9-ի դրությամբ Սպիտակի եւ Դիլիջանի ոլորանները դժվար անցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար, նաեւ Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սպիտակի, Վանաձորի, Հրազդանի, Աշոտսկի տարածաշրջաններում այս պահին թույլ ձյուն է տեղում, իսկ Թումանյանի եւ Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, վարորդներին ինչպես միշտ հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Այո, հորդորում ենք լինել ուշադիր ոչ միայն ճանապարհներին, հա, մի քաղաքից մյուս քաղաք մեկնելու տեսանկյունից, այլև հատկապես նաև բանուկ փողոցներում խցանումներ են առաջանում հենց նաև անուշադրության հետևանքով հարգելի ռադիոլսողներ եւ խցանումներից խուսափելու համար հատկապես մայրաքաղաքում պետք է ավելի զիջող լինել, ավելի ուշադիր լինել։ Մայրաքաղաքում այս պահին խցանումների նիշը 7 է եւ ավտովթարներ չունենք, բարեբախտաբար այս պահին, բայց չէ, ասացի եւ ես նայում Միանգամից 4 ավտովթար, ինչպես թե լավ, 4 ավտովթար, հենց հիմա ինձ թվում է իրենք իրար են, հա, բախվել։ Սա Իսակով Պողոտան է։ Այո, Իսակով Պողոտայի վրա ունենք այս պահի դրությամբ 4 մեքենա իրար են բախվել։ Ձախ եւ միջին հատվածներում։ Որովհետև իրար ետևից են նկարում, ենթադրվում է, որ գուցե այդ տարբերակն է, միգուցե։ Հարգելի ռադիոլսողներ, զգոն եղեք, ուշադիր եղեք, իսկապես զիջեք միմյանց, պահպանեք հեռավորության սահմանը, որպեսզի հանկարծ Աստված մի արածե ձեր դիմացի մեքենան կտրուկ արգելակի, դուք չբախվեք այդ մեքենային։ Սա եւս շատ կարեւոր է։ Բոսորով ներկված փողոցներ ունենք, մշտականներն են դրանք իհարկե, Աթենքի փողոցը ունի մշտական բնականաբար եւ շարունակենք Սարալանջ Աբովյան բարձրացողն է դեպի Բուրակ իջնողը նաեւ եւս Սարաբերդ է Սարալանջայ ինչպես միշտ ծանրաբեռնված է մի խոսքով 7 բալ է ոչ ավել ոչ պակաս մաղթում ենք բոլորին անվտանգ երթևեկություն ճիշտ պահն է օդային տարածք ժամանումների սանդղակում եթե նայենք ունենք բազմաթիվ չեղյալ հայտարարված չվերթներ որովհետև գիտեք որ Արաբական Էմիրությունները փակել է օդային տարածքը պայմանավորված անվտանգությունից ելնելով
մեկնելով քաղաքացիների եւ Դուբայից, Շարժայից բոլոր չվերթները չեղյալ են հայտարարված, մնացածը կարծես թե մեկ ունենք վաղաժամ, Նեապոլի թռիչքը վաղաժամ է վայրեջք կատարելու, խոսքը գնում է 12:45-ի փոխարեն, վայրեջք կատարի 12:16-ին հարգելի ռադիոլսողներ, ուշադրություն դարձրեք այդ։ Նաև ունենք մեկ չեղյալ չվերթ Թել Ավիվից, Իսրայելից, Թել Ավիվից Դե բնական է, որ դա էլ պիտի չեղյալ հայտարարվի, որովհետև բազմաթիվ հատվածներում օդային տարածքները պարզապես փակ են, դե բնականաբար ժամանումների սանդղակում էլի ունենք բազմաթիվ չեղյալ հայտարարված չվերթներ, Դուբայի, Շարժայի չվերթներն են, որոնք եւս չեղյալ են հայտարարվել, մնացածը ժամանակին է տեղի ունենալու։ Աբու Դաբին էլ բնականաբար չեղյալ է, իդեպ տեղեկացնենք մեր այն հայրենակիցներին, որոնք այս պահին գտնում են Արաբական Էմիրություններում կամ մեր հայրենակիցներին, որոնց բարեկամներն են գտնվում Արաբական Էմիրություններում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կազմակերպի Հայաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք եւ այսպես օդային ճանապարհով Հայաստան փոխադրման ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ եւ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտ եւ կապ հաստատել Արաբական Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ, բնականաբար արտաքին գործերի նախարարության հետ, հայտը լրացնել, որպեսզի ձեր անուն ազգանունը տեղ գտնի բազայում եւ այնուհետեւ կազմակերպվի թռիչքը։ Գիտեմ, որ վաղը մյուս օրը եւ մյուս օրը ժամը 15-ին կա հատուկ չվերթներ, չարտերային չվերթներ են դրանք, որոնք Օմանից, Մասկատից Թբիլիսի են մեկնելու եւ նախատեսված են մեր հայրենակիցների համար, այնպես որ ուշադրություն դարձրեք, նաեւ մենք ուշադրությամբ հետևեցինք եւ հասկացանք, որ Դուբայից դեպի Մասկատ մոտավորապես 4.5-ից 5.5 ժամ ճանապարհ է մեքենայով, ցամաքային տարբերակով եւ մոտավորապես 450 կիլոմետր է, բայց այդուհանդերձ կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի այդ թեպետ դժվար ճանապարհ է, բայց այդուհանդերձ հասնել Օման եւ այնտեղից գալ Թբիլիսի, Թբիլիսից շատ ավելի հեշտ է հասնել Հայաստան։ Հուսանք, որ իրավիճակը կգտնի շուտապույտ հանգուցալուծում։ Այո, միանշանակ։ Տեղափոխվենք Տարադրամի շուկա եւ ծանոթանանք Հայաստանի կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 377 դրամ է, 1 եվրոն 444, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 408 դրամ է, վրացական 1 լարին 140 դրամ եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 102 դրամ է։ Սա էլ տեղեկացանք։ Այսքան այս պայդրությամբ քիչ անց կբացենք մարտի 2-ի օրվա օրացույցը, սա հանրային ռադիոն է, մենք ուղիղ եթերում ենք, բարի լույս բոլորին։ I like digging holes and hiding things inside them. When I grow old,
9:47 մարտի 2-ն է, օրը 2 շաբթի, սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրայինի ուղիղ եթերում է։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե ուշադրությամբ, համակ ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին, բնականաբար նաեւ փորձում ենք հասկանալ ինչ իրավիճակ է մայրաքաղաքում, որպեսզի ձեզ կարողանանք ճիշտ ուղղորդումներ տալ եւ այսպես ասենք, որ վթարների ցավոք վթարների թիվն ավելացել է, կարծես թե։ Եվ այս պայն մեկ վթար ունենք մայիսի 9-ի եւ Գարեգին Նժդե փողոցների Խաչմերուկի մոտ, այդ հատվածը արդեն գերծանրաբեռնված է, ինչպես նաև գերծանրաբեռնված շարունակում է մնալ Իսակովի պողոտան, որտեղ մի քանի ավտովթարներ կարծես միջին եւ ձախ հատվածներում ունենք։ Այնպես որ հարգելի վարորդներ, եւս մեկ անգամ հորդոր ուշադիր եղեք, զգոն եղեք, որպեսզի խուսափեք նման իրավիճակներից եւ ի վերջո նաեւ ձեր անվտանգության հարցն է, մյուս մեքենաներում գտնվող մարդկանց անվտանգության հարցն է։ Սա եւս շատ կարեւոր է։ Դե այսպես շարունակենք մարտի 2-ի օրացույցը երաժշտասերներին եւ առասարակ էլեկտրոնիկայի սիրահարներին տեղեկացնենք, որ այսօրն է ծնվել կոմպակտ սկավառակը CD-ն։ Դրա համար էր այսօր քո նվագարկիչը ձեռքիդ իջել գալիս աշխատանքի Տիգրանյան, հատուկ այսօրվա հետ էր կապված։ Դու կապ գտար։ Գտա, ես միշտ եմ։ Նվագարկիչը տանում եմ վերանորոգման, բայց արի ու տես, որ հենց այսօրն է Գիտես ինչ էի ուզում հարցնել Տիգրան։ Արդյոք հիմա օգտագործում են CD թե ոչ, բայց հարցս անիմաստ է, օրինակ դու փաստորեն օգտվում ես այդ տարբերակից, այո, նաև վինիլային տարբերակից եմ օգտվում։ Դե վինիլայնը համարվում է լավագույն որակը երաժշտական տեսանկյունից, դրա համար նորմալ է, որ վինիլայնը Այ հենց այդ վինիլ նվագարկիչն էլ տարել եմ վերանորոգել։ Հա, վինիլի համար էս տարել։ Իդեպ, հավելեմ, որ 1983 թվականի այսօրը Անգլիայում Sony, Philips եւ Polygram ընկերությունները հասարակության դատին են ներկայացրել առաջին կոմպակտ դիսկը CD-ն եւ կոմպակտ դիսկի նվագարկիչը նաև։ Հիշում ես այդ ժամանակները։ Այ իհարկե հիշում եմ։ Դրանից առաջ մենք կասետներով էինք։ Իմիջայլոց ես այդպես նվագարկիչ եմ մեծ նվեր ստացել, որպես տարվա լավագույն աշխատող մարտի 1-ին, այո, այնպես որ այո։ Եվ ավելացնենք հարգելի ռադիոլսողներ, մեր կյանքը բավականին հեշտացավ ու թեթևացավ, երբ հայտնվեց լուցկին, էլ չէինք վերցնում ու այսպես չէինք տրորում քարերը իրար, որպիսի կրակ ստանանք, ուղղակի ձեռքիդ թեթև հպումով միանգամից կարողանում ենք կրակ ստանալ։ Այսօր լուցկու միջազգային օրն է։ Այո, թեպետ դա դարձել է մեր համար ամենաեսպես սովորական։ Ով կմտածեր, որ կա այդպիսի բան, լուցկու միջազգային օր։ Բայց շատ կարևոր օր է։ Ամենամատչելին, հա, խանութում երևի ամենամատչել լուցկին։ Ինչ հիմա քանի դրամ է լուցկին։ 10 դրամ է մի տուփը, 5 դրամ։ 15 դրամ է։ Մեզ հուշեցին, այո։ Շնորհակալություն։ 15 դրամ է, այո, ամենամատչելին է, բայց ամենաարդյունավետ ես կարծում եմ, որովհետև առանց դրա մենք պարզապես այսպես անօգնական ենք կրակի տեսանկյունից։ Օրինակ դու կարող ես քարերով կամ հատուկ ինչ-որ տարբերակներով կրակ ստանալ։ Բայց ինչ անպիտանն ենք մենք, հայտնվենք բնության գրկում առանց լուցկու կսառենք պարզապես։ Այնպես որ շատ կարևոր տոն է այսօր, այո։ Լուցկու եւ CD օրն է այսօր։ Խոսքով գնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների օրացույց եւ այնտեղ եւս ինչպես միշտ կան հետաքրքիր ազգային տոներ, օրինակ հին իրերի ազգային օրն են նշում ամերիկացիները։ Դե կարող եք նվագարկիչն էլ համարել հին իր, որովհետև մի քիչ արդեն այո ժամանակային առումով։ Նաև բանան կրեմով կարկանդակի ազգային օրն են նշում ամերիկացիները։ Իդեպ ասեմ նաև Միացյալ Նահանգներում ընթերցանության ազգային օրն են նշում, ամբողջ Միացյալ Նահանգներում են նշում այդ օրը։
Այնպես որ ինձ թվում է այնտեղ ամեն երկրորդը ընթերցան։ Իսկ տեսես նվիրում են, թե միայն ընթերցում են այսօր։ Չգիտեմ ճիշտն ասած մանրամասները, դա մեր տոնն է։ Այո, դա մեր Դե տոնն է։ կարող ենք իհարկե նվիրել նաև այդ գաղափարը իրենց։ Ավստրալիայում նշում են աշխատանքի օր այսօր, Եթովպե հաղթանակի օրն են նշում։ Իսլանդիայում բուլկու օրն են նշում։ Շատ Իսկ հետաքրքիր։ Իտալիայում նարինջներով ճակատամարտի օրն է այսօր զգույշ քայլեք, եթե Իտալիայում եք, Իտալիայի Լոլիկներով ամրանն է լինում այդ լոլիկները ամռանն է, Լոլիկներով մենամարտը։ նարինջները ձմռանը։ Բայց կա արդյոք այս իսկապես խաղում են այս մի խոսքով։ Ճակատամարտ նարինջներով, թող ճակատամարտները լինեն միայն լոլիկներով եւ նարինջներով։ Դե իսկ մեզ մոտ Հայաստանում նշում են այսօր դիվանագետի օրը։ Սրտան շնորհավորում ենք բոլոր դիվանագետներին մասնագիտական տոնի առիթով, շատ կարևոր տոն է իրականում եւ կարևոր մասնագիտություն, որովհետեւ իզուր չէ, որ հաճախ երբ հստակ եւ սպառիչ շատ լավ պատասխաններ ենք լսում, ասում ենք դիվանագիտական մտածողություն ունի, այստեղ շատ կարևոր է այդ։ Ռուսաստանում երկու հետաքրքիր տոն գտա, թաթերական Գանձապահի Հատուկ թաթերական։ Հատուկ, այո։ Նաև ագրավներ հաշվելու օրն են նշում Ռուսաստանում։ Հա? Ագրավներ հաշվելու օրը։ Այո։ Տեսնենք էլ ինչ Նստում կա չկա։ հաշվում է։ Դե միգուցե եւ միգուցե։ խոսքով, այո։ Իդեպ հենց այսօրն է նաեւ Հայաստանի Հանրապետությունը դարձել միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ։ Դա եղել է 1992 թվականին։ Իսկ եթե տեղափոխվենք 1981 թվական, ապա հենց այսօրն է գործարկվել Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, այժմ Ստորգետնյա փոխադարձին փոխադրանին ձգվում է 12 կիլոմետր ուղեծրով եւ ունի 10 կայարան։ Միգուցե։ Ոնց որ 10 Մետրոից ես օգտվում եմ, շատ սիրում եմ։ Մետրոն իրական փրկություն է, երբ խցանումներ են եւ հնարավորություն է շատ արագ ու հստակ հաշվարկված ժամանակի ընթացքում հասնել Դե ակետից խցանումներ բեկետ։ չկան ի վերջո։ Իհարկե։ Իդեպ 1933 թվականի այսօրը Նյու Յորքում տեղի է ունեցել King Kong ֆիլմի պրեմիերան։ Հիշում ես այն ժամանակ այդ ֆիլմը Գիտես ընդհանրապես չեմ հիշում։ King Kong-ը։ Չէ։ Դե լավ էլի King Տիգրան։ Kong-ին հիշում եմ, բայց Ֆիլմը չես հիշում։ Դե սիրուն աղջկա էր սիրավորվել Ինչ եւ ես այլն այդպես ասում։ այո։ Արժի դիտել նորից։ Այո, իդեպ ասեմ, որ հետո ավելի այսպես կատարելագործված տարբերակներն էլ դուրս եկան ավելի ժամանակակից լուծումներով, տարբերակներ կան, կարող ես ընտրել եւ դիտել։ Այո, այսօր նվիրիր երեկո դարձրու King Kong դիտելու Կինգոն երեկո CD-ով, չէ՞ դիտես։ Տեսա սկավառակով։ Իդեպ այսօրն է ծնվել նաև Bon Jovi ռոք խմբի հիմնադիր հայտնի երաժիշտ երգիչ Ջոն Բոն Ջովին, նա ծնվել է 1962-ին այսօրը։ Իսկ 1968-ի այսօրն է ծնվել անգլիացի դերասան Ջեյմս Բոնդի դերակատարը Դենիել Քրեյգը։ Նաև օսկարակիր ամերիկացի գրող ու սցենարիստ Ջոն Իրվինգը ծնվել 1942-ին։ Գնանք առաջ, տեղեկացնենք, որ նույն թվականին, այսինքն 1942-ի հենց այսօրն է ծնվել ամերիկացի ռոք երաժիշտ, պոետ, երգիչ ու գիտարահար The Velvet Underground ռոք խմբի հիմնադիր Լու Ռիդը։ Գտել Լու Ռիդը։ Լու Ռիդը։ Երևի այսքանը նորացույցից, այն ինչ կարողացանք պեղել ինչ է կարծում հետաքրքրեր մեր Խորհրդային քաղաքական եւ հասարակական գործիչ է ծնվել 1931 թվականի հենց այսօրը Միխայել Գորբաչովը։ Ահա, եւ կարծես թե վերջ, հա։ Բան բաց չենք թողել, չէ՞։ Մի տեսակ լարվում եմ, որ հանկարծ բան բաց թողած չլինենք։ Եվ ոչ միայն բան բաց չթողենք, այլև այդ ամենը ճիշտ ներկայացնենք։ Ճիշտ ներկայացնենք եւ հստակ տեղեկություններ ներկայացնենք ձեր ուշադրությանը հարգելի ռադիոլսողներ, տեղեկացնենք, որ մենք եւ մեր ռադիոլուրի գործընկերները ուշադրությամբ հետևում ենք օրվա լրահոսին եւ փորձում ենք սպառիչ ու արագ տեղեկություններ փոխանցել ձեզ։ Եվ մինչ մեր ռադիոլուրի սիրելի գործընկեր Մարլեն Ավսեփյանը տեղ կզբաղեցնի խոսափողի առաջ, մենք ունենք կարճատև գովազդ, որից հետո կշփվենք, կտեսնենք Մարլենայի հետ ինչ կա չկա աշխարհում։
9:55 Մարլենա Հովսեփյանը միացավ մեր ուղիղ եթերին, բարի լույս Մարլենա, չենք կարող ասել ինչ ուրախ լուրեր կան, որովհետև աշխարհը խառնվել է իրար։ Քանի որ երեք էլ էր աշխատում Կիրակի երեկոյան։ Ծանր լրահոս է սպասվում ամբողջ աշխարհին եւ մենք գիտենք թե որքան ուշադրությամբ են հետևում աշխարհի լրատվամիջոցները տեղի ունեցող իրադարձություններին։ Ցավոք տարածաշրջանում ենք եւ այստեղ նաեւ կան որոշակի ռիսկեր։ Այո, ցավոք սրտի իրադարձությունները զարգանում են ոչ դեպի խաղաղություն ճանապարհով, համենայն դեպս Միացյալ Նահանգների նախագահը այսօր էլ հայտարարեց, որ առաջիկայում ռազմական գործողությունների ավարտ չի նախատեսում Միացյալ Նահանգները, դրա մասին առավել մանրամասն կպատմեմ լրահոսում։ Եվ այստեղ մենք դիտարկենք նաև մեկ կարևոր հանգամանք, որ Իսրայել-Իրան հակամարտության պարագայում ուզեն թե չուզեն ստացվում է այսպես, որ ներքաշվում են նաև այլ երկրներ։ Խնդիրներ են ներքաշվել են, քանի որ Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան Իրանը հարվածում է ամերիկյան ռազմաբազաներին, իհարկե թիրախավորվում են ռազմաբազաները, բայց ինչպես միշտ ուժում են սովորական մարդիկ, նաև այսօր միջադեպ է եղել Տեխասում, որը որակվել է ահաբեկչություն, բայց հնարավոր է, որ միջազգային լրատվամիջոցների, ինչպես միջազգային լրատվամիջոցներն են ենթադրում, որ այդ միջադեպը նույնպես կապ ունի Միացյալ Նահանգներ Իրան ռազմական գործողությունների եւ լարվածության հետ։ Այստեղ մենք իհարկե մեր ռադիոլսողներին տեղեկացրեցինք, որ այն մեր ռադիոլսողները, այն մեր քաղաքացիները, որոնք գտնվում են Արաբական Էմիրություններում, հնարավորություն ունեն Մասկատ Թբիլիսի թռիչքից օգտվել եւ հասնել համապատասխանություններ հայտարարել, որ ուշադիր հետևում է իրադարձություններին, կապ է պաշտպանում մեր քաղաքացիների հետ, որոնք տարբեր երկրներում են հայտնվել չվերթների չեղարկման պատճառով։ Իհարկե այս պահին ցավոք սրտի կապ դժվար է հաստատել Իրանում մեր համայնքի հետ, քանի որ հեռախոսակ կապ այս պահին գրեթե չկա եւ նորություններ չունենք, թե ինչ է կատարվում նաև հայ համայնքում, բայց երեք արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ վերջին տվյալով այսօր դեռ տվյալները չեն թարմացվել, Հայաստանի քաղաքացիների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ընդամենը 2 րոպեից առաջարկում ենք հետևել ժամը 10-ի լուրերի թողարկմանը, Մարլենային բարի եթեր, իսկ մենք վերադառնանք արդեն լուրերից հետո։ Giving you strength that you need. Oh, time after time you open your mind to the beauty and hope that you see. And the beauty is around you. All that you need is the wind in your hair and summer in your eyes. Loving all around you. Someone to hold when you can't face the night. Give you any, helping you to carry on. Carry on, carry on. Whoa. Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում ռադիո լուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։
Այսօր մարտի 2-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակել են հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ ի պատասխան թիրախավորել է ամերիկյան ռազմականները Պարսից ծոցում, Իրաքյան Քրդստանում, նաև Իսրայելի քաղաքները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները կարող են շարունակվել 1 ամիս։ Մենք ենթադրում էինք, որ դա կտևի 4 շաբաթ կամ նման մի բան, ասել է Թրամփը Daily Mail-ին։ Նա նշել է, որ գործողությունը ընթանում է ըստ պլանի։ Մեզ հաջողվեց վերացնել Իրանի ղեկավարության շատ ավելի անդամների, քան կարծում էինք 48 մարտ, շարունակել է Թրամփը։ Հարցին արդյոք պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել եւ երբ դրանք կարող են տեղի ունենալ, Թրամփը պատասխանել է, որ չգիտի։ Նրանք ուզում են բանակցել, բայց ես նրանց ասացի, որ պետք է բանակցեին անցյալ շաբաթ, ոչ թե այս շաբաթ, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թեհրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, Իրանից պատասխանել են։ Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Ինչպես նշեցինք, հարվածները շարունակվում են ինչպես Պարսից ծոցի երկրներին, այնպես էլ Իսրայելի քաղաքներին եւ Իրանին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր պայթյուններ են լսվել, հայտնել է Reuters գործակալությունը։ France Press-ը իր հերթին հաղորդում է, որ Դուբայում այսօր առավոտյան եւս հնչել են պայթյուններ։ Այսօր իսրայելցի զինվորականները նաեւ հրամայել են լիբանանյան առնվազն 50 բնակավայրերի բնակիչների հեռանալ իրենց տներից։ Պայթյուններ են հնչել նաև այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Իսրայելը այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել Լիբանանում տեղակայված Հեզբոլլա շարժման կողմից պահվող օբյեկտներին, երբ Իրանի հետ կապված զինյալների խմբավորումը ստանձնել է Իսրայելի հյուսիսում հրթիռային հարձակման եւ անօդաչու թռչող սարքի հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլահի օբյեկտներին ամբողջ Լիբանանի տարածքում, իսկ Հեզբոլլահի հարձակումները կապված են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանության հետ։ Լոնդոնը թույլ կտա Միացյալ Նահանգների զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները որպես կոնկրետ եւ սահմանափակ պաշտպանական թիրախ, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա ասել է, որ բրիտանական ինքնաթիռները արդեն մասնակցում են համակարգված պաշտպանական գործողություններին եւ որսացել են Իրանի հարվածները։ Նա հավելել է, որ Պարսից ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար։ Իսկ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ փետրվարի 28-ին ամերիկյան B-2 անտեսանելի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել իրանական բալիստիկ հրթիռների կայաններին։ Ռմբակոծիչները զինվածային 907 կիլոգրամ ռումբերով, գրել է հրամանատարությունը X-ում, հավելելով, որ ոչ մի ազգ երբեք չպետք է կասկածի տակ դնի Ամերիկայի վճռականությունը։ Միացյալ Նահանգների այդ ռմբակոծիչները օգտագործվել են նաև 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելիս։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը նաև տեղեկացրել է, որ վերջին 3 օրվա գործողությունների ընթացքում զոհվել է 5 ամերիկացի զինծառայող, կան նաև վիրավորներ։ Իդեպ վերջին տվյալներ թարմացված դեռևս չեն ներկայացվել, թե քանի զոհ կա վերջին 3 օրերի ընթացքում առճակատման հետևանքով։ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել է Թեհրանին անդամ երկրների վրա հարձակումների համար եւ հայտարարել է իր գործողություններին արձագանքելու նրանց իրավունքի մասին։ Մարտի 1-ին խումբը հայտարարել էր, որ իր նախարարների խորհուրդը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու իր անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ իր տարածքները եւ քաղաքացիներին։ Սաուդյան Արաբիայի գլխավորած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կազմում են նաեւ Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Քուվեյթը։ Այս բոլոր երկրները հայտնել են իրենց տարածքում Իրանի հարձակումների մասին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո։ Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է իրականացնում հնարավորության պարագայում օդային ճանապարհով Հայաստան մեր քաղաքացիներին փոխադրելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել արտգործնախարարության կայքում զետեղված հայտը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը ըստ հնարավորության կաջակցի նաև թռիչքի համար Էմիրություններից Մասկատ տեղափոխման հարցում թռիչքի կազմակերպման պարագայում
ապագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին եւ տարեց անձանց, ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։ Երեք ավելի վաղ գերատեսչությունը տեղեկացրել էր, որ մերձավոր արևելքի երկրներում զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։ Եվ վերջին լուրը օրվա լրահոսից Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։ Իջևանում 3 բնակչության հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը. Ես որոշում եմ կայացրել 2027 կամ 28 թվականից դա կորոշենք, քանի որ մենք եկել ենք թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա որպեսզի չհետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը, ասել է Փաշինյանը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները կուսակցության վարչության նախագահի գլխավորությամբ այս օրերին այցելում են Հայաստանի մարզեր, բացի ներկուսակցական միջոցառումներ անցկացնելուց շփվում են նաև բնակիչների հետ։ Մարտի 1-ին ԿՊ ներկայացուցիչները այցելել էին Տավուշի եւ Լոռու մարզեր։ Ռադիոլուրի հաջորդ թողարկումը ժամը 11-ին է, խոսափողի մոտ Մարլինա Հովսեփյանն էր, իրադարձությունների զարգացմանը հետևեք հանրային ռադիոյի եթերում։ Սուրճ ու սեր առավոտից։
ես իմ ճամփին վայլելելե վայլելելե աչքս արցունքով լցվել է ախովերն էլ չեն գտնում քեզ արի արի ախովերն էլ չեն գտնում քեզ արի 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 շուտ արի արի Սուրճ ու սեր առավոտից։ 11 րոպե դուք լսում եք Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը Եվ այսօր եթերում ձեզ համար հատուկ աշխատում են Տիգրան Հարությունյանը, եւ Լուսինե Մուրադյանը շարունակվում եւ ենք եւս մեկ անգամ Լուսինե Մուրադյանը Տիգրան Հարությունյանը։ Շարունակում ենք հարգելի ռադիոլսողներ մեր եթերը, իդեպ փորձում ենք աշխատանքներ տանել, որպեսզի ուղիղ կապ հաստատենք արաբական էմիրություններ, եթե դա հաջողվի մեզ, ապա եւ առաջին ձեռքից տեսնենք ինչ իրավիճակ է այս բանը կստանանք ինֆորմացիա հարգելի ռադիոլսողներ, իսկ մինչ այդ մենք խոսելու ենք եւս մեկ շատ հետաքրքիր հաճելի իրադարձության մասին, տեղեկացնենք, որ մարտի 5-ին սպասվում է երաժշտական շատ գեղեցիկ երեկո, որի ժամանակ հնչելու է ֆրանսահայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը։ Մենակատար Հեղին է Ռափյան եւ դիրիժոր Ֆերնանդո Օսկար Գաջինի։ Իսկ մանրամասները, թե ինչպես է տեղի ունենալու ինչ համերգային ծրագիրը կներկայացնի մեր հյուրը։ Այո, քանի որ Ֆերնանդոն դեռ չի եկել Հայաստան, մենք կարող է կզրուցենք այստեղ Դաշնակարուի Հեղինե Ռափյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի գալուս Թարայի ռադիոյի ստուդիա։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ֆերնանդո Օսկար Գաջինին էստեղ է թե ոչ, թե դեռ չի ժամանել։ Ֆերնանդո Գաջինին ժամանել է Հայաստան։ Ժամանել է։ Ահա։ Բայց ռադիոտուն չի ասել փոստորեն։ Իսկ ինձ թվում է հասել է փորձի է։ Չգիտենք, մի խոսքով Սա բայց ձեր կարող առաջին համագործակցությունն է Ֆերնանդոյի հետ։ Այո։ Այո։ Դե Եվ պատմեք ինչպես ստեղծվեց այս գաղափարը, որ միասին պիտի ելույթ ունենաք, ինչ համերգ է սպասվում մերոնց։ Եվ ինչու հենց որոշեցիք անդրադառնալ Ստեփան Էլմասի ստեղծագործություններին։ Ես բավականին երկար ժամանակ զբաղվում եմ Ստեփան Էլմասի ստեղծագործությունների կատարումով։ Ես բնակվում եմ Ավստրիայում եւ Ասենք բարի գալուստ։ շնորհակալ եմ։ Փաստորեն։ Աստորեն։ Արդեն 16 տարի բնակվում եմ Ավստրիայում եւ դեռևս 2002 թվականին, երբ որ ես սովորում էի Երևանի Պետական կոնսերվատորիայում, կազմակերպվում էին Ստեփան Էլմասի անվան դաշնակահարների մրցույթներ։ Փաստորեն հին պատմությունն է սա։ Այո, եւ ես 2002 թվականին Ստեփան Էլմասի դաշնակահարների մրցույթին արժանացա առաջին մրցանակին եւ այդ մրցույթին պատրաստվելու ժամանակ ես ծանոթացա Ստեփան Էլմասի ստեղծագործությունների հետ եւ դա իմ համար շատ հաճելի եւ գեղեցիկ բացահայտում էր։ Այդ ժամանակներից ես ոչ այդքան ինտենսիվ, բայց իմ մենահամերգների ժամանակ միշտ ընդգրկում էի Ստեփան Էլմասի ստեղծագործությունները եւ 2022 թվականից իմ մոտ առաջացավ գաղափար շատ ինտենսիվորեն զբաղվել Ստեփան Էլմասի ժառանգությամբ։ Ինչով է ձեզ գրավում, հա, կոմպոզիտորի ստեղծագործությունները, հիմնական այսպես գիծը որն է։ Առաջինը, որ Ստեփան Էլմասը հայ կոմպոզիտոր է եւ նա գրել է շատ գեղեցիկ ռոմանտիկ երաժշտություն եւ այդ երաժշտությունը անհայտ է։ Երբեք չի կատարվել։ Որոշ ստեղծագործություններ կատարվել են, բայց հիմնականում մեծամասնությունը ստեղծագործությունների չի կատարվել եւ կարծեցի, որ շատ ափսոս կլինի, որ այդ ստեղծագործությունները մնան լռության մեջ եւ ես իմ առաջին մեծագույն քայլը արեցի Մյունխենի սոլո մուզիկա լեյբլով ձայնագրեցի Ստեփան Էլմասի 4 դաշնամուրի սոնատները, որից հետո շատ մեծ հաջողություն եղավ ընդհանուր մինչև BBC Music մագազինը շատ մեծ գնահատանքի արժանացրեց իմ Պաստորեն դուք նպաստել եք հանրայնացմանը, ճիշտ եմ հասկանում։ Այո, այդպես է ստացվում, որ Ստեփան Էլմասի ստեղծագործությունները սկսեցին հնչել Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների ռադիոալիքները սկսեցին շատ ինտենսիվորեն հնչեցնել ստեղծագործությունները։ Հիմա որպես ֆոն ես էլ պեղեցի Աշատարակ Էլմասի Դաշնամուրի երկրորդ կոնցերտ դե մինոր կոնցերտից հատված այսպես հնչում համեր եթերում։ Այո։ Մենք զրուցենք եւ զուգահեռ կլսենք նաեւ։ Այս լսում ենք։
Շատ գեղեցիկ ստեղծագործություն է, Առաջին ասում մենք ծանոթանում ենք, ես չի Ես լսել եմ ծանոթանում ու առաջին հերթին ասոցիացիան, որ եկավ, ինչ հարուստ երաժշտություն է, այստեղ էմոցիաները շատ են կան, ամբողջական։ Կոմպոզիտոր Ստեփան Էլմասի ստեղծագործությունն ենք լսում զուգահեռ եւ շարունակում ենք զրուցել դաշնակահարուի Հեղինե Հրապյանի հետ։ Հեղինե, կխնդրեմ մի փոքր պատմեք նաեւ կոմպոզիտորի մասին։ Այս հետաքրքիր կոմպոզիտորը հայ կոմպոզիտոր է։ Ստեփան Էլմաս ծնվել է Զմիրնայում 1862 թվականին։ Տեղափոխվել է Ավստրիա ուսումը շարունակելու համար, եղել է ֆանտաստիկ դաշնակահար։ Շատ հաճախ դասեր է վերցրել Ֆրանց Լիստից եւ Լիստը շատ գնահատել է Ստեփան Էլմասի մեծագույն տաղանդը։ Ուսումը ավարտելուց հետո տեղափոխվել է Շվեյցարիա եւ ապրել է Ժնևում եւ այնտեղ հիմա գտնվում նաեւ Ստեփան Էլմասի գերեզմանն, այնտեղ է մահացել։ Եղել է Ժնևի պատվավոր քաղաքացի, բայց նաեւ կյանքի ավարտին իր իսկ երազանքը իրականացել է, նա ձեռք է բերել Հայաստանի քաղաքացիություն, Ստեփան Էլմասը։ Ստեփան Էլմասը եղել է խուլ, նա չի լսել։ Եվ այդ դժբախտությունը իր անձնական դժբախտությունը չի խանգարել նրան, որպեսզի նա ստեղծի հրաշալի ռոմանտիկ երաժշտություն։ Միջազգային քննադատները անվանում են Ստեփան Էլմասին Հայաստանի Շոպեն։ Եվ իրոք նրա երաժշտությունը լի է ռոմանտիզմի ամենագեղեցիկ մեղեդիներով, հարմոնիաներով եւ էմոցիաներով։ Ցանկացած մարդ, ով որ լսում է Ստեփան Էլմասի երաժշտությունը, նրան թվում է թե նա արդեն գիտի այդ երաժշտությունը, թեկուզ եւ լսում է առաջին անգամ։ Եվ հիշեցնենք, որ երաժշտասերներին մարտի 5-ին կարող են Ստեփան Էլմասի ստեղծագործները ունկնդրել մի համերգային ծրագրում, որը կայանալու է։ Այո։ Եկեք հրավիրենք ռադիոլսում։ Մենք ունենք շատ բացառիկ հնարավորություն լսելու Ստեփան Էլմասի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը։ Մարտի 5-ին 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ես պատիվ ունեմ կատարելու Ստեփան Էլմասի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը Ֆերնանդո Սկարկաջինի ղեկավարությամբ։ Շարունակենք ունկնդրել հատված կոմպոզիտորի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտից եւ այնուհետեւ կշարունակենք մեր զրույցը։
10:22 րոպե մենք դեռ կշարունակենք զրուցել Ստեփան Էլմասի մասին եւ ոչ միայն, բայց այս պահին մենք ունենք ուղիղ կապ, մեր գործընկեր Մարինա Գրեգը գտնվում է Դուբայում եւ ունենք հնարավորություն առաջինի ձեռքից ստանալու տեղեկատվություն։ Բարի լույս։ Մարինա, դու եթերում ես։ Ողջույն։ Բարի լույս Մարինա ջան, բարի լույս։ Ջան, Դու կրկին հանրայինի ուղիղ եթերում ես, Մարինա։ չեք պատկերացնի, թե որքան ուրախ եմ լսել ձեր ձայները ու ինչքան եմ ուրախանում, երբ որ լսում եմ, որ դա Հայաստանից է, որովհետև հիմա շատ կարոտել եմ ու ուզում եմ վերադառնալ որքան հնարավոր է շուտ։ Մարինա, բոլորս անհանգստացած ենք բնականաբար, որովհետև բազմաթիվ հայրենակիցներ գտնվում են Արաբական Էմիրություններում եւ կցանկանայինք տեղեկանալ ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ այնտեղ։ Այսօր ավելի հանգիստ է, երեկվանից արդեն ավելի հանգիստ էր, ինչը չէի ասի թե նախորդ օրվա մասին, քանի որ նախորդ օրը ազդանշանի ձայներ, SMS-ներ ստացանք ու մեզ մոտ տպավորություն էր, որ կամ էվակուացիա են անում, կամ մարդկանց ապաստարան են տանում։ Երեք անհամեմատ հանգիստ էր ու այնպեսի տպավորություն էր, որ նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել, որովհետև բոլոր բնակիչները, թե տուրիստները եւ թե այստեղ ապրողները արդեն իրենց բնականon կյանքին էին անցել, ամեն ինչ նորմալ էր։ Միայն երեկոյան 1-2 ձայն լսեցինք ու 3 առավոտյան էին այդ ձայները։ Ամբողջ գիշեր խաղաղ անցել է, միայն որոշ ժամանակ երկնքում լսվում էին ինչ-որ ձայներ, երևի հոպներ աշխատում, տպավորություն էր, որ ինչ-որ ինքնաթիռներ են թռչում երկնքով, բայց գիշերը խաղաղ է անցել։ Այսօր առավոտյան արթնացել ենք մոտ 30 րոպե առաջ Պայթյունի ձայնից ու շատ ուժեղ էր այդ ձայնը, ասում են, որ 3 անգամ այդպիսի պայթյուն է եղել, ես երրորդից եմ լսել։ Դու որ թաղամասում ես գտնվում Դուբայի այս Մենք պահին։ գտնվում ենք JBR-ում, մինչև ամսի 28-ը մենք եղել ենք Palm Jumeirah-ում եւ հետո եկել ենք JBR ուղակի պատահականության այսպես սկզբունքով ու հետո իմացանք, որ Ջումեյրայում արդեն մի քանի տեղեր գրակաբռնվել մի քանի տեղերում, այսինքն այս պահի դրությամբ էլ այնտեղ ապահով չի, բայց չեմ կարողանում դեռևս հասկանալ ինչն է պատճառը, որ կոնկրետ այդ հատվածում է ու տարբեր հյուրանոցներ Եվ մեր ծանոթներից էլ քիչ առաջ իմացանք, որ Ջումեյրայի հյուրանոցներից մեկում 6-րդ հարկին է այդ բեկորը կպել։ Այստեղ դեռևս հանգիստ է, բնականաբար այն ինչ կատարվում է օդում մենք լսում ենք, անհանգստանում ենք, բայց նաև adekvat ենք մոտենում դրան, հասկանալով, որ ուղղակի պաշտպանությունն է գործում, բնականաբար ձայները տհաճ են, բայց աշխատում ենք շատ չվախենալ, ուղղակի այդ նախորդ գիշերը շատ վախենալու էր, քանի որ շատ ակտիվ էին այդ պայթյունի ձայները ու մի անգամից մենք տեսանք երկնքում այսպես մի քանի կարմիր լույս ու դրանից անմիջապես հետո վարկենապես բոլորի հեռախոսների ազդանշանը միացավ եւ միաժամանակ միացավ նաեւ հյուրանոցի ազդանշանը եւ երբ իջանք ներքև այնտեղ հարցնում եմ ասեմ որտեղ է ձեր ապաստարանը ուր պիտի գնանք ու ադմինիստրացիան շատ զարմացած նայում է ինձ ասում է մենք Դուբայում չունենք ապաստարաններ եւ մենք երբեք պատրաստ չենք եղել նման բանի մենք ուղղակի ունենք պարկինգներ որ դուք կարող եք գնալ այնտեղ ուղղակի այս պահին փակ է չենք ուզում դեռ բացել որովհետեւ կարիքը չկա Ով կմտածեր, որ ամենաապահով անվտանգ քաղաքներից մեկում նման իրավիճակ կստեղծվի, իսկ այ խուճապ, ընդհանուր առմամբ խուճապ կար թե ոչ։ Առաջին օրը կար խուճապ, բավականին շատ, որովհետև եւ բնականաբար դա իրավիճակը խուճապային է այն մարդկանց համար, ովքեր երբևէ այսպիսի իրավիճակում չեն եղել։ Ամեն դեպքում համեմատած այդ օրվա երեք շատ հանգիստ էր, էլի եմ կրկնում, տպավորություն էր, որ որևէ բան չի եղել։ Ու մարդիկ բաժանվում են երկու մասի, մի մասը օրինակ առավոտյան կարող է ուղղակի հանգիստ գնալ լողավազանի մոտ պարկել, չմտածելով ոչ մի բանի մասին, որովհետև առաջին միտքը, որ մարդիկ արտահայտում են, հետևյալն է, էմիրությունները ունի շատ ուժեղ պաշտպանություն, այստեղ մենք պաշտպանված ենք։ Մյուս մասն էլ բնականաբար խուճապի մեջ է, որովհետև նախ մենք մեր երկրում չենք, մենք իրավիճակին չենք տիրապետում եւ ինֆորմացիա ընդհանրապես չունենք, երբ որ մոտենում ես ինչ-որ բան ես հարցնում, այսինքն չգիտես ում դիմես եւ ինչ անել։ Մենք էլ չենք ուզում ChatGPT-ին հարցնել, որ օրինակ եթե պայթյուն լինի,
ինչ անենք եւ ChatGPT-ին ասի գնացեք լոգասենյակում բախկվեք։ Հա, հասկանալի է եւ այստեղ Ինչը որ մենք անում ենք, հա։ Այո, համացանցում տարատեսակ տեսանյութեր են տեղադրվում նաև քաղաքացիների կողմից։ Մենք գիտենք, որ հնարավորություն է ընձեռվել նաև վաղը մյուս օրը եւ մյուս օրը Մասկատից Թբիլիսի չվերթ իրականացնել մեր հայրենակիցների համար։ Արդյոք դուք եւս գրանցվել եք, արդյոք մեր հայրենակիցների հետ կապ ունեք թե ոչ եւ ինչպես է դա իրականացվելու։ Այո, ես կապ եմ հաստատել եւ այս պահի դրությամբ քաղաքացիների թիվը, ովքեր հերթագրվել են 300-ն է եւ նաեւ նշվեց ուղղությունը, այսինքն ինչ չվերթովալիների, ինչ երթուղով հետեւյալ կերպ Մասկատ, Սաուդյան Արաբիա, Շարմ էլ-Շեյխ, որտեղ տեխնիկական վայրեջք է կատարվելու նավթի վերալիցքավորման համար, այնուհետեւ Թուրքիա, Հայաստան երթուղով, այսինքն մենք հասկանում ենք, որ բանակցությունները համենայն դեպս այս պայքարությամբ հաջող են ընթացել եւ Այսինքն Վրաստան չեք գնալու։ Չէ, նախնական Թբիլիսի էր նախատեսված, բայց բանակցություններ են տարվում ու հիմա փաստորեն հաստատվել է, որ միանգամից Երևանը վայրեջք կատարելու։ Թռիչքի տևողությունը ընդհանուր 7 ժամ 10 րոպե կլինի։ Եվ մինչև Մասկատ հասնելը մոտավորապես 4.5-ից 5.5 ժամ։ Շատ տարբեր են կարծիքները, որոշ բլոգերներ երեք արդեն կամավոր գնացել։ Այո, 2.5 ժամ սահման, որ մոտավորապես 9 ժամում են հասել, բայց այլ աղբյուրների տեղեկությամբ էլ 5.5 ժամում այստեղից հասնում է Մասկատի օդանավակայան, ուղղակի նաև մտահոգիչ է այն փաստը, որ այստեղից դեռ պիտի թույլ տան ուղևորներ տեղափոխել ու քանի որ իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է, մենք նույնպես հերթագրվել ենք, բայց չգիտենք գնալ այդ ռիսկին, թե չգնալ։ Որովհետև ամեն դեպքում այստեղ Արաբական Էմիրություններն են, գոնե գիտես ինչ ապահովության ինչ նիշ է, իսկ Օմանում գաղափար չունենք, այնտեղ երբեք չենք եղել, չգիտենք ինչ կլինի, եթե հանկարծ այնտեղ էլ իրավիճակը սրվի։ Ուրիշ բան, եթե մեզ անցկացնեն, միանգամից մենք նստենք օդանավ եւ գնանք, բայց այս պարագայում մի քիչ դա էլ է վախենալու, չգիտենք ինչ անենք, սպասենք թե չսպասենք։ Ու նաև տուրիստական ընկերությունից երեք ինձ ասացին, որ մեր թռիչքը Դուբայից Երևան նախատեսված է ամսի 3-ին, այսինքն վաղը։ Չգիտեմ, խոսակցությունները շատ տարբեր են, ներքին ոչ պաշտոնական ինֆորմացիա կա, որ հնարավոր է մինչև ամսի 9 դեռ օդային տարածքը փակ լինի։ Ով ինչ ամեն մեկը ինչ որ բան ասում է, բայց ոչ մեկ չունի հստակ տեղեկություն։ Ես որքան գիտեմ, նաև բանակցություններ են տարվում հենց Արաբական Էմիրությունների դեսպան Հայաստան Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը փորձում է նաև կարգավորել տրանսպորտի հարցը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխի Մասկատ։ Արդյոք տեղյակ եք նման բան կա թե ոչ։ Ես մի քանի օր կապի մեջ եմ ԱԳՆ-ի հետ, կապի մեջ եմ եղել նաև Երևանից հյուպատոսության հետ։ ԱԳՆ-ն պարբերաբար ինձ ինչ-որ ինֆորմացիա էր ուղարկում ֆոտոների տեսքով, որոնք արդեն ճիշտ ասած հին էին, այդ ինֆորմացիային ես տիրապետում էի, որ թռիչքը այս ժամին է հետո տեղափոխվել է, իսկ հյուպատոսությունից ընդհանրապես ինձ ասացին, որ հետևեմ պաշտոնական լրահոսի եւ ուղղակի գրանցեցին մեր տվյալները, անուն, ազգանուն, անձնագիր եւ ծննդյան ամիս ամսաթիվ, այդքանը։ Այլ տեղեկություն չկա, որովհետեւ մենք չգիտեինք, օրինակ Հայաստանի քաղաքացիները այս պարագայում ինչ անեն, ուր դիմեն, ով կարող է մեզ օգնել, որևէ տեղեկություն չկար, ինձ ուղղակի ուղղորդեցին հետևել պաշտոնական լրահոսի։ Շնորհակալություն Մարինա։ Անվտանգ բարեհաջող վերադարձ, ամփորձանք ուզում եք մաղթել շատ։ Հուսով եմ շատ շուտով կտեսնենք։ Մենք էլ ենք հուսով։ Մենք էլ ենք լիահույս։ Այո, սպասում ենք քեզ Հայաստանում եւ եւս մեկ անգամ անվտանգ բարեհաջող վերադարձ հայրենիք։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալություն Մարինա։ Դե ինչ ամփորձանք Այո, մեր բոլոր հայրենակիցներին մաղթենք ամփորձանք վերադարձ այո։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, որ խոճապը այստեղ տեղ չունի, խոճապը մեր թշնամին է, պետք է որքան հնարավոր է հստակ փորձենք հասկանալ մեր որոշումները ճիշտ կայացնելու առումով եւ փորձենք որքան հնարավոր է արդյունավետ լուծում տեսնել այս հարցում եւս։ Իրավիճակը այո նախանձելի չէ, բայց եւ այնպես պետք չէ տրվել էմոցիաների, պետք է սթափ եւ սառը դատել, փորձել որոշում ընդունել։ 10:31 դուք լսում եք Հանրային ռադիոն։
Մենք շարունակում ենք մեր աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում, վերադառնանք մեր զրույցի թեմային, հիշեցնենք, որ մարտի 5-ին սպասում է երաժշտական գեղեցիկ երեկո, որի ժամանակ կհնչի Ֆրանսիայի կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի TV2 կոնցերտը, եւ մենք շարունակում ենք զրույցը համերգի մեղավոր, այսպես եթե կարելի ասել, Դաշնակահարուհի Հեղինե Հրապյանի հետ, ով դեռ մեր տաղավարում է եւ մենք միասին էինք կապ հաստատել Դուբայ, իրավիճակից այսպես ելնելով առաջին ձեռքից ինֆորմացիա ստացանք։ Վերադառնանք համերգին, Հեղինե, ունենք հնարավորություն նաեւ քիչ առաջ լսելու հատված կոմպոզիտորի TV2 Դաշնամուրի կոնցերտից Էլ ինչ անակնկալների սպասենք համերգի ընթացքում բացի TV2 կոնցերտից։ Համերգը կազմակերպված է մաս է կազմում ժամանակակից երաժշտության փառատոնի եւ համերգի ընթացքում կհնչեն նաեւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաեւ մեզ սպասվում է պրեմիերա։ Ինչ պրեմիերա է։ Մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն են հնչելու, այո։ Իդեպ մեր ռադիոլսողներին տեղեկացնենք, որ այսօր ունենք Վիկտորինա եւ խաղարկվելու է հենց այդ համերգի 2 տոմս հարգել է ռադիոլսողներ եւ ձեզնից մեկը երջանիկ կլինի, ով կկարողանա որոշ հարցերի պատասխանել եւ իհարկե այդ տոմսերը կլինեն իրենցը, սակայն հյուրասրահ փակելուց հետո։ Մարտի 5-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահ համերգի սկիզբը ժամը 19-ին։ 19:30-ին աշխատանքային օրերին ֆիքսել եմ, որ բոլոր համերգները ժամային առումով տեղափոխվել են ըստ երևույթին հաշվի առնելով խցանումները, որպեսզի ոչ ոք չուշանան։ Այս պարագայում նաև ուզում եմ ձեզ հարցնել, որքան հաճախ եք գալիս Հայաստան, համերգներ, ելույթներ։ Ես շատ հաճախ գալիս եմ Հայաստան, քանի որ իմ առաջին ընտանիքը Հայաստանում է եւ շատ մեծ հարազատների, ընկերների շրջապատ ունեմ, որը իմ համար շատ կարեւոր է եւ որը ինձ տալիս է շատ մեծ սեր։ Իսկ Եվրոպայում հիմնական գործունեությունը։ Ես ապրում եմ Եվրոպայում, Ավստրիայում, արդեն այնտեղ ունեմ իմ շրջապատը, ձևավորված կյանքը, իմ ընտանիքը, իմ անձնական ընտանիքն է այնտեղ։ Շատ հաճախ լինում եմ Հայաստանում, բայց ունեք թողարկած CD-ներ մենք տեսնում։ Այո, բայց ուզում եի ասել Հայաստանում երբ որ ես հեռացա Հայաստանից, դա 2007 թիվն էր, առաջին անգամ ելույթ եմ ունենալու հիմա այսքան 16 տարի առաջին անգամ հուզմունքը շատ է։ Ճիշտ ասած ոչ, չկա հուզմունք, կա շատ մեծ սպասում եւ ես շատ մեծ սիրով կատարելու եմ երաժշտությունը հայ ունկնդրի համար ես ինքս շատ մեծ սպասումներով պատրաստված եմ այդ համերգին եւ այո ինչպես դուք նշեցիք ես իմ հետ տաղավար եմ բերել իմ 2 ձայնասկավառակները որոնք որ համաշխարհային պրեմիերաներ են Ստեփան Էլմասի Դաշնամուրի ստեղծագործություններն են որոնք կատարվել են իմ կողմից առաջին անգամ 100 տարի լռությունից հետո հրաշալի է մեծ սիրով նվիրում եմ ձեզ եւ Ես վստահ եմ, որ դուք ձեր ունկնդրին կշնորհեք այդ հնարավորությունը ժամանակի ընթացքում երբեմն լսել Ստեփան Էլմասի միանշանակ ստեղծագործությունները մեր հայ կոմպոզիտորն է, որը նաև անվանում է թաքնված ռոմանտիկը։ Ինչքան գեղեցիկ է փաթեթավորումը։ Հայաստանի Շոպեն վերնագրով։ Որքան գեղեցիկ են, հրաշալի է, շնորհակալ ենք շատ։ Իդեպ նաև տեղեկացնենք, որ մենք այսօր CD օրվա օրը ստացանք CD միջազգային օրը, եւ CD ենք նվերստանում, այո։ Հրաշալի է։ Խոսում ենք դրա մասին ակտուալության պահով։ Շատ գեղեցիկ եք պատրաստել CD-ները եւ շնորհակալ ենք ձեզ այս գեղեցիկ նվերի համար։ Ձեզ մաղթում ենք հաջող ելույթ Հայաստանում։ Վստահ ենք, որ այն անցնելու է բուրըն ծափահարությունների ներքո։ Մենք պարզապես վստահ ենք։ Եվ ձեր շնորհիվ նաև ծանոթացանք Հուսեն այս Ստեփան Էլմաս կոմպոզիտորի ոչ միայն մարդկանց համար, այլև մեզ համար էլ բացահայտում արեցիք։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ես կսպասեմ բոլորիդ մեծ սիրով, որպեսզի մենք միասին տոնենք Ստեփան Էլմասի երաժշտության վերածնունդը Հայաստանում։ Հիշեք մարտի 5-ին 19:30-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Դաշնակահարուհի Հեղինե Հրապյանի հետ էինք զրուցում եւ ունենք հնարավորություն եւս մեկ փոքրիկ հատված ունկնդրելու Ստեփան Էլմասի Դաշնամուրի TV2 կոնցերտից։
10:38 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը, մեր լայվերը դեռ եթերում են, ինչպես ասում են Facebook-յան ավանդական տարբերակով armradio.am-կայքում եւս մեր լայվը կա եւ մտապահեք նաեւ հեռախոսահամարը 553702 մի գրեք պարզապես հենց հիմա զանգարեք, միացեք մեզ, որպեսզի շահեք դասական հրաշալի համերգի 2 տոմս մարտի 5-ի համար։ Այո, սպասում ենք հարգելի ռադիոլսողներ, որ ակտիվանաք եւ զանգահարեք մեզ։ Այնպես որ սպասենք, մինչև կզանգահարեն մեր ռադիոլսողները, հասկանանք Ստեփան Էլմասի ստեղծագործությունների երեկո է սպասում մարտի 5-ին, այդ մասին էին քիչ առաջ խոսում մեր հյուրասրահում, եւ կարծես ռադիոլսող ինչպես միշտ մեզ երկար սպասեցնել չի տալիս, մի անգամից միացավ մեզ։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Բարի լույս։ Բարի լույս, Տիկին Անահիտ։ Ոչ, Կարինե։ Ահա, Տիկին Կարինե, շատ հաճելի է։ Շատ ուրախ ենք։ Տրամադրությունը Գերազանց երաժշտությունը ինձ տարավեց վերջի երաժշտության տակ, կարելի է շատ գեղեցիկ գարնանային պար բեմադրել։ Այո, համամիտ ենք, շատ լեցուն է երաժշտությունը այս ստեղծագործությունը։ Ես իրեն շատ վաղուց լսել եմ, բայց առաջի անգամ լսեցի ամենը։ Մենք էլ ծանոթացանք, տեղեկացանք մեր հյուրի շնորհիվ, որ Այո, հյուրը մեզ համար բացահայտված։ Հայկական Շոպեն Ստեփան Էլմասին։ Խնդրում ենք հեռացեք ռադիո ընդունիչից, մեզ լսեք միայն հեռախոսի միջոցով, այո, որ արձագանք չլինի եւ նաեւ չխանգարի ձեզ, որովհետեւ մենք դուք մասնակցելու եք հիմա Վիկտորինայի եւ ես լիահույս եմ, որ դուք կշահեք այդ 2 տոմսը եւ կկարողանաք ներկա գտնվել այդ համերգին։ Պատրաստ եք։ Շատ շնորհակալ կլինեմ, այո։ Կխնդրեի, որպեսզի ավելի շատ նաև տրամաբանեիք, հարցերը բարդ չեն, ավելի շատ տրամաբանությամբ գնանք։ Առաջին հարցը, եթե սիրտը ունենար իր պաշտոնական գործիքը, որն էր լինելու, այստեղ նշված է 3 տարբերակ, 3-ից մեկը պետք է ընտրեք՝ ջութակ, թմբուկ, դաշնամուր, բայց ֆիքսեք, սրտի աշխատանքի հետ ասոցացրեք այս գործիքները՝ ջութակ, թմբուկ, դաշնամուր, որ տարբերակն է ըստ ձեզ։ Եթե սրտի հետ թմբուկը։ Այո։ Բայց կարծում եմ, որ ջութակը հոգեկան լարերի հետ։ Ջութակը կարծում եմ սիրային գործերում է ավելի պաշտոնական գործիք էս բարակը։ Շարունակենք, պատրաստ եք։ Գնացինք, որ կոմպոզիտորն է հայտնի իր Լուսնի սոնատով, տարբերակներ Լյուդվիգ վան Բեթհովեն, երկրորդ տարբերակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ եւ Յոհան Սեբաստիան Բախ, որ տարբերակն եք դուք ընտրում։ Լուսնի սոնատը հիշեք։ Շատ սիրում եմ երաժշտությունը։ Լյուդվիգ վան Բեթհովեն։ Ինչպես։ Լյուդվիգ վան Բեթհովեն։ Բեթհովեն, այո, ճիշտ պատասխան։ Այլ տարբերակ չէր կարող լինել։ Ինչպես եք լավ եք ժամանակակից ստեղծագործությունների երգերի հետ եւ հայտնի երգիչների հետ, որովհետեւ հաջորդ հարցը մի քիչ շեղվում ենք դասականից, բայց կարող ենք ասել, որ գնացինք։ Ես լավ երաժշտություն միշտ սիրել եմ։ Լավ։ Ես այս երգչուհուն ավելի շատ տանում եմ դեպի փոփի դասական հատված, սա էլ որպես փոքրիկ հուշում, որ երգչուհին է հայտնի Rolling in the Deep երգով Beyoncé, Adele, Rihanna։ Դե, ձեզ տեսնեմ։ Rolling in the Deep։ Հիշում եք հայտնի երգը։ Նայեք, այս 3 երգչուհիներից ով է վոկալային առումով ավելի դասականին մոտ, չգիտեմ։ Այո, հուշում եմ, փորձում եմ ամեն ինչ անել, որ տոմսերը ձերը լինեն։ 3 պատասխան արդեն կա ճիշտ, այո, դուք տոմսերը ձերն են, բայց եկեք Վիկտորինան ավարտենք։ Որ գործիքն է համարվում լարային, բայց հարվածային մեխանիզմով։ Ուշադրություն, որ գործիքն է համարվում լարային, բայց հարվածային մեխանիզմով։ Առաջին տարբերակ կիթառ, երկրորդ տարբերակ դաշնամուր, երրորդ տարբերակ ֆլեյտա։ Այնտեղ լարեր մենակ կիթառը ունի։ Չէ, ասում է, որ գործիքն է համարվում լարային, բայց հարվածային մեխանիզմով։ Կիթառ, դաշնամուր, ֆլեյտա, հարվածային։ Դաշնամուրը։ Այո, լարեր կան, բայց հարվածային մեխանիզմ։ Եվ այս հարցը ըստ նախասիրությունն եւ վերջին հարցը, որ երկրում է ծնվել տանգոն։ Իսպանիա, Արգենտինա, Իտալիա։ Դե Իտալիայում։ Տանգոն։ Արգենտինական տանգո։ Այո, տոմսերը ձերն են, հարգելի շատ սիրելի ռադիոլսող, մենք շնորհավորում ենք ձեզ եւ բնականաբար ծափահարություններ են հիմա հնչում։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհավորում ենք, լավ օրենք ձեզ մաղթում։
ձեր ես չէի ունենա։ Խնդրեմ, շնորհավորում ենք ձեզ եւ իհարկե մաղթում հաճելի երեկո, հատկապես մարտի 5-ի երեկոյան, երբ կվայելեք Հետո կգրեք մեզ, կկիսվեք տպավորություններով, դուր եկավ թե ոչ։ Լավ, Շատ լավ, շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։ Սա էլ այսպես եւ լսենք երգը, որի մասին խոսվեց արդեն Վիկտորինոյում։ Այո, Rolling in the Deep։ Այո, ճիշտ եմ հասկանում Տիգրան ջան։ Մենք իհարկե հիմա կլսենք եւ վայելենք Ադելի կատարմամբ Rolling in the Deep երգը։ Starting in my heart, reaching a fever pitch, and it's bringing me out the dark. Finally, I can see you crystal clear. Go ahead and sell me out, and I'll lay your ship bare. See, I'll leave with every piece of you. Don't underestimate the things that I will do. There's a fire starting in my heart, reaching a fever pitch, and it's bringing me out the dark. The scars of your love remind me of us. They keep me thinking that we almost had it all. The scars of your love, they leave me breathless. I can't help feeling we could have had it all. In the deep, you have my heart inside, and you played it to the beat. Baby, I have no story to be told, but I've heard one on you, and I'm gonna make your head burn. Think of me in the depths of your despair. Make a home down there as mine sure won't be shared. The scars of your love remind me of us. They keep me thinking that we almost had it all. The scars of your love, they leave me breathless. I can't help feeling we could have had it all. In the deep, you have my heart inside, and you played it to the beat. Could have had it all. In the deep, you have my heart inside of your head, but you played it with a beating. Throw your soul through every open door. Count your blessings to find what you look for. Turn my sorrow into treasured gold. You pay me back in kind and reap just what you sow. We could have had it all. We could have had it all. It all. We could have had it all. In the deep, you have my heart inside, and you played it to the beat. Could have had it all. In the deep, you have my heart inside, but you played it to the beat. Սուրճ ու սեր առավոտից։ 10:47 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, շնորհակալություն ենք հայտնում նաև ակտիվ մասնակցության համար։ Հեռախոսը կարծես չի էլ դադարում, անդադար զանգահարում է։ Շնորհակալ ենք նաև, երբ ասում ենք, որ կարող եք մեզ զանգահարել, մի անգամից զանգահարում եք եւ իհարկե չեք մոռանում նաև հետաքրքիր հաճելի մեկնաբանություններ թողնել on-line հարթակում, որով մենք տեսնում ենք եւ իհարկե սիրով ողջունում ենք բոլորիդ, միանում նաև բոլոր ողջույնները։
լսողներին։ Գյումրիից ունենք ջերմ ողջույններ, մեր մշտական ռադիոլսող Հեդիկ Բաբուջանը, Բարսեղ Մնացականյանն է մեզ ողջունում, Էստերը Մխիթարյան ասում է Աստված ջան, թող ամենուր խաղաղություն լինի միանշանակ։ Արմինե Հովսեփյանն է մեզ գրում գարնանային ողջույններս գարնանա բույր հաղորդավարներին եւ իմ համակարգացուն հեղինեին նորանոր հաջողություններ ու բարձունքների նվաճում։ Բարսեղ Մնացականյանը դիմում է քեզ Տիգրան ջան, ասում է հարգելի Տիգրան, դուք եք տարիներ առաջ վարում 55 էր կոչվում առավոտյան հաղորդումը, դե ասա Տիգրան ջան։ Շատ տարիներ, ոչ թե տարիներ, այլ շատ տարիներ առաջ էր դա։ Երբ էր 90-ականներն էին։ Բա կա այդպիսի բան։ Միայնակ չէ, Կարինե Հալաջյանի հետ է վարում։ Եվ այս տարին մեզ համար հոբելյանական է չմոռանանք, որ հանրային ռադիոն նշում է 100-ամյակը եւ մեզ բախտ է վիճակվել։ Այո։ Լինել իրադարձությունների տոնական միջոցառումների կիզակետում։ Այո։ Այդ ամենի մասին մենք դեռ կունենանք առիթներ խոսելու, իսկ այս պայն ես ունեմ ձերքի տակ մեկ մարզական լուր։ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը FIBA Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի պատասխան խաղում այսօր մարտի 2-ին կընդունի Բուլղարիայի հավաքականին։ Տեղեկացնում ենք, որ հանդիպումը տեղի կունենա Երևանի սպորտի կառավարման կենտրոնում եւ կմեկնարկի ժամը 20:15-ին։ Նաեւ Հայաստանի հավաքականը փետրվարի 27-ից մարզական հավաք է անցել արդեն սպորտի կառավարման կենտրոնում։ 3 նախախաղային վերջին մարզումն է, մեկ մարզում է անցկացել Բուլղարիայի դեմ հանդիպումից առաջ։ Հավաքականը հանդես է գալու սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ FIBA Եվրոբասկետ 29-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Բուլղարիան եւ Նորվեգիան։ Մեզ մնում է մեր բասկետբոլիստներին մաղթել Միմիայն հաջողություն։ Այո։ Իդեպ վերջին տարիներին բավականին ակտիվ են մեր բասկետբոլիստները եւ միշտ հաղթանակներ են գրանցում, ինչի համար շատ ուրախ ենք։ Դե իսկ մենք շարժում ենք առաջ եւ եւս մեկ անգամ թեթև աշխատանքային երկուշաբթի բոլորին։ Dice que haciendo el amor sin barreras ni freno se aleja el delirio, se olvidan los sueños, se llega al hastío, se enfría el deseo. Dicen que así es el amor. Si así es el amor, al nuestro le queda poco más de media luna. El tiempo que dura las rosas abiertas en la primavera. No falta una noche que mis besos galopen por valles y montes y siempre acabemos haciendo el amor. Dicen que haciendo el amor bajo soles y estrellas se acaba el misterio, se muere el poema, son menos los celos y el fuego no quema. Dicen que así es el amor. Si así es el amor, al nuestro le queda poco más de media luna. El tiempo que duran las rosas abiertas en la primavera. No falta una noche que mis besos galopen por valles y montes y siempre acabemos. Ինչ ռոմանտիկ կարողոց ստացվեց։ Հա, մի տեսակ շատ ուրիշ առավոտ էր այսօր։ Լուիս Միգել։ Եվս մեկ անգամ ողջույն հարգելի ռադիոլսողներ, իհարկե համբերություն ենք մաղթում բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք հայտնվել են Արաբական Էմիրություններում եւ չեն կարողանում շուտ վերադառնալ, բայց վստահ եղեք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ձեզ ապահով վերադարձնեն հայրենիք։ Այո։ Այո, աշխարհը ինչպես ասում են, խենթ իր շրջագայության մեջ է։ Մի հատվածում ռազմական գործողություններ, մյուս հատվածում նորաձևության տոն
Թե Նորաձևության սիրահարների կոնտրաստներ։ հայացքները այս պահին ուղղված են դեպի Միլան, որտեղ անցկացում է հայտնի Fashion Week Միլանը 2026-ը եւ որտեղ օրեր առաջ, կարծեմ 3 առաջ օրը Dolce եւ Gabbana-ն իրենց ցուցադրությանը հյուրընկալեցին նաեւ փոփի Թագուհուն Մադոննային եւ կարծես բոլորը մոռացան սկեսների նորաձևության մասին Ինչի համար էին հավաքվել։ Այո, սկսեցին հետևել թե ինչպես է Մադոննան մուտք գործում, դա մի այսպես հրաշալի մեծ արարողություն էր եւ նաեւ լրատվականները սկսեցին նրա ամեն մի քայլը ներկայացնել, կարծես մի պահ ստվերեցին Fashion Week-ը Միլանի։ Fashion Week-ը դե լավ, ոչինչ, թող այդպես է լինի, բայց համենայն դեպս հաճելի իրադարձություն է։ Բայց գեղեցիկ են զգեստները, իսկապես աչք շոյող հրաշալի էր։ Թող մեր իրարանցումները լինեն միայն Fashion Week-երի կամ տարատեսակ երաժշտական ժամանցային միջոցառումների տեսքով եւ զերծ մնանք ծանր իրավիճակներից ձեզ մաղթում ենք համբերություն, հաճելի լավ տրամադրություն առավոտից հարգելի ռադիոլսողներ, իսկ այսօր եթերում ձեր անխափան եթերն ապահովեցին Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Խաղաղություն, նաեւ թեթև ու հաջող աշխատանքային երկուշաբթի կհանդիպենք վաղը։ Sipping my pain just like champagne. Found myself dancing in the rain with you. I felt so naked and alive. Show me. For once I didn't have to hide myself. Dice, oye mamacita, ¿qué te pasa? Mira que ya estamos en mi casa. Yeah, si sientes que hay un viaje ahí en tu mente, será por el exceso de aguardiente. Pero mami, tranquila, tú solo vacila. Que estamos en Colombia y hay que rumbo en cada esquina. Si tú quieres nos vamos por Detroit. Tú sabes, si sé de dónde vienes, pues sé pa' dónde voy, ¿no? Si te llevo pa' un lugar lejano, te enamoro, mami. Dame de eso que tú estás tomando. Si te enamoro, déjanos de un año, no. Nos vamos, mami, qué rico. Si te enamoro, eso no quedamos, no. Con mami, nos quedamos. Cha cha cha, 1, 2, cha cha cha, 1, 2, cha cha cha, 1, 2, cha cha cha, 1, 2. Slow down, Bobby.